Այսօր բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերը։ Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտող, այո, այսօր աշխատանքային է եւ մենք յուրաքանչյուր աշխատանքային օր շտապում ենք 21 TV, որպեսզի ձեր օրը լցնենք մի փոքր բարությամբ եւ իհարկե որպեսզի լավ լիցքեր ունենաք եւ լավ օր ունենաք, ապա պետք է գնալ մարզվել, կարևոր գործեր անել, որպեսզի լավ լիցքավորում ունենալ, բայց մինչ այդ լավ երաժշտություն պետք է լսել։ Անշուշտ մեզ անհրաժեշտ է լավ երաժշտություն նաեւ արթնանալու համար, այս բան ձեզ համար տեսահոլովակ, որից հետո կշարունակենք։ Եվ այսպես, ինչպես տեսնում եք, տաղավարում փոփոխություններ են իրականացվել, որովհետև չեմպիոնները շատ են այսօր ու մեր հյուրերն էլ պատմելու են այս հրաշալի նորության մասին, ես շտապում եմ ներկայացնել։ Այսօրվա մեր հյուրերն են Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի փոխնախագահ, երիտասարդների եւ պատանիների հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Հովհաննիսյանը, բարի առավոտ։ Եվ իհարկե չեմպիոնները ովքեր նվաճել են շատ մրցանակներ եւ եկել են Հայաստան։ Պարածանամարտի Հայաստանի ազգային պարալիմպիկ հավաքականի մարզիկներ Արթուր Բաբայան, Կարինե Մանուկյան, Դավիթ Հունանյան, Անյուտա Պետրոսյան, Տիգրան Խլղաթյան, Արտյոմ Մուրսյան։ Բարի առավոտ։ Ճիշտ է ասված, բարի լույս եւ բարի վերադարձ, հաղթանակած վերադարձ։ Ուզում եմ նախ գալ ամենասկզբից, ինչպես ընթացան աշխատանքները եւ ինչպես որոշում կայացավ, որ պետք է մեկնենք եւ մասնակցենք, այո, այս մրցույթին։ Արդեն 4 տարի է որ բուրըն զարգացում է ապրում Հայաստանում պարածանամարտը, պարոն Հովհաննիսյանի ակտիվ ջանքերի շնորհիվ տարբեր մարզերում է կազմակերպվում մարզումները, Գավառում, Վանաձորում, Գյումրիում, Երևանում եւ արդյունքները մի քանի օր առաջ ունեցանք տեխնաջան աշխատանքի արդյունք էր դա եւ միայն այն փաստը որ 72 երկրներից մեր թիմային հաշվարկով 3-րդ տեղը գրավեց դա արդեն շատ բանի մասին է խոսում եւ ընդ որում առաջի երկրորդ տեղեր գրաված երկրների մարզիկների քանակը 50-ից ավելի էր, նաև սա շեշտեմ, որ էլի կարևոր հանգամանք է։ Մարզաձև է, որտեղ պոտենցիալ կա Հայաստանում, մեծ պոտենցիալ։ Ես նույնպես շնորհավորում եմ մեր մարզիկներին, մեր հանրությանը, որ այսպիսի հերոսներ ունենք եւ բոլորին հիացրեց իրենց ելույթները եւ իրենց ապագան արժևում է եւ շատ լավ ապագա են գուշակել իրենց համար եւ վստահ եմ բոլորն էլ ողջավորված են եւ ավելի ուժեղ ջանքերով կշարունակեն մարզումները որպեսզի ավելի բարձր բարձունքներ գրավեն։ Պարոն Աբրահամյան, առաջին անգամ է մեզ մոտ, երբ որ մենք մասնակցում ենք աշխարհի առաջության այսպիսի մեծ կազմով, թե ունեցել ենք Առաջի անգամ է այսպիսի մեծ կազմով մասնակցել։ Ուզում եմ նաև նշել, որ պետությունը ֆինանսավորել էր 6 մարզիկի մասնակցություն, մնացած ամբողջ խումբը 15 հոգի էր մեզ մոտ, մնացածը մենք ենք կարողացել հայթայթել այդ ֆինանսական միջոցները տարբեր աղբյուրներից եւ գիտեինք, որ արդյունքներ ենք ունենալու եւ ամեն ինչ արեցինք, որ մասնակցեն մեր մարզիկները ավելացնեմ, որ դեռ չի ավարտվել այս պահին մեծահասակների առաջնությունն է ընթանում եւ ունենք եւս 3 մարզիկներ, որ մասնակցում են մեծահասակների կազմում։ Վաղը կարծես պետք է մասնակցեն մեծահասակների մասով։ Այսպես Պարոն Հովհաննիսյան, հարցը ձեզ եմ ուղղում, քանի որ առաջին անգամ չէ որ մեր տաղավարում եք ու առաջին անգամ չէ որ գրքի խոսում ենք հաղթանակից։ Ինչով է սա պայմանավորված։ Ոնց ենք կարողանում։ Մեկ անգամ եւս շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար։ Մեզ համար արդեն հարազատ դարձած տաղավար է սա եւ ըստ էության հաղթանակների տաղավար է դարձել։ Պայմանավորվածության հիմնական գաղտնիքը դա թիմային կուռ աշխատանքի մեջ է։ Մեր հավաքական թիմի մարզիկների անձնական մարզիչների քրտնաջան աշխատանքն է Գյումրիում, Վանաձորում, Արարատում, Գավառում եւ Երևանում։ Երկրորդը թիմի մյուս կազմը, որը հավաքականի մարզչական կազմն է, իր մարզիչներով
գլխավոր ավակ, հավաքականի գլխավոր մարզիչը, հավաքականի ավակ մարզիչը, Գոռ Նարինջյանը, Գրետա Վարդանյանը, Արտակ Ներսիսյանը, բժշկական կազմը Հրանտ Աշչյան, Նարինե Զալիբեկյան, մենք ներգրավել ենք այս վերջին մրցումներից առաջ նաև հոկեբանի Գայանե Հայրապետյանին, որը էլի լավ աշխատանք տարավ թիմի հետ եւ կարողացավ հոկեբանորեն ավելի լավ պատրաստել թիմին։ Իհարկե նաև ղեկավար կազմը Պարալիմպիկ կոմիտեի խորհուրդը, աշխատակազմը, տեխնիկական սպասարկող անձնակազմը, եթե մեկի անունը մոռացա շեշտեմ կներեք, բայց բոլորը քրտնաջան աշխատել են, մեզ ամենը դա թիմային աշխատանքի արդյունք է։ Մենք Սորտան շնորհավորում ենք ու կուզենայի մարզիկների հետ էլ խոսել, Անյուտա ջան, ճիշտ է, թե չեմ սխալվում։ Բարի լույս։ Բարի լույս, շնորհավորում ենք քեզ եւ ինչ այլ նախասիրություններ ունես Անյուտա։ Նախասիրություններս բացի սպորտից, նախ ուզում եմ ասեմ շնորհակալություն հրավերի համար, նախասիրություններս բացի սպորտից սիրում եմ մշակույթ, թատրոն, պոեզիա։ Ես նաև ասմունքում ես եւ պոեզիա ես սիրում։ Ճիշտ է ինձ ասել դիպիկները։ Իսկ ինչ կասում քեզ մեզ համար այսօր։ Որևէ բան։ Սա իմ երկիրն է։ Չափսերով այնպեսին, որ կարող եմ վերցնել հետս թե մի հեռու տեղ գնամ։ Փոքրիկ ինչպես ծերացած մայր։ Փոքրիկ ինչպես նորածին զավակ։ Բայց քարտեզի վրա ընդամենը արցունքի մի կաթիլ։ Սա իմ երկիրն է։ Չափսերով այնպեսին, որ կարող եմ վերցնել հետս, թե մի հեռու տեղ գնամ։ Շատ ապրես, հրաշալի, հուզիչ, անկեղծ ու ազնիվ։ Դու էլ այդ երկրի մի հրաշալի մասնիկն ես, ով հաղթանակած է վերադարձել, ինչի առիթով սրտան շնորհավորում ենք քեզ ու ապրես։ Շնորհակալ եմ։ Կուզենամ նաև ընկերներիդ էլ։ Մի քիչ կպատմես տպավորություններիդ մասին ողջին։ Բարի լույս բոլորիդ, նախ շնորհակալ եմ ինձ այստեղ հրավիրելու համար։ Տպավորություններս հաղթանակած են։ Առաջին մրցույթն է քեզ համար։ Առաջին մրցույթն ինձ համար։ Իսկ Եգիպտոսում առաջին անգամ եք։ Այո։ Հավանեցիք։ Այո։ Շատ լավ, իսկ դուք։ Փոխանցեք։ Բարի լույս նորից, շնորհակալ եմ այստեղ հրավիրելու համար ու քանի առիթ կա ասեմ, որ միշտ ես հեռուստացույցի էկրանի ցանկով հետևում եմ ու շատ եմ սիրում ու իմ համար մեծ պատիվ է այս տաղավարում գտնվելը։ Մենք էլ ձեզ ենք շատ սիրում, շատ շնորհակալ ենք։ Մենք էլ ձեր հաջողություններին ենք հետևում իրականում։ Շնորհակալություն շատ։ Այմա հպարտ նստած ենք այստեղ, եթերում բոլորը նայում են ու պատկերացնում եք ինչքան հպարտ ենք հաղթանակած Հայաստան ունենք։ Շնորհակալություն շատ ու կփորձենք միշտ ձեր հույսերը արդարացնենք ու հաղթանակները վերադառնանք։ Չենք կասկածում։ Փոխանցենք նաև ողջույն։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ ձեզ յուրընկալելու համար։ Դուք որտեղից եք։ Վանաձորից։ Վանաձորից, լորին է, տեսար զգացի է, դրա համար հասցրեցի։ Ես Վանաձորից եմ, Վրեժը Սպիտակից եմ։ Ստեփանավան։ Հա, դու Ստեփանավան ես։ Ստեփանավան, այո։ Նորություն ինձ համար։ Շատ ապրես, ինչ կպատմես, ինչ տպավորություններ դու ունես։ Շատ լավներ, շատ լավ ընտիր մրցումներ էր։ Առաջին անգամ էր քեզ համար որպես մրցույթ։ Հա։ Դա։ Այո։ Բայց ես հիշում եմ, որ նա էլի եմ ես յուրեկել, այս են դեպքնա, որ քո հաղթանակների մասին մենք կխոսենք, դու կլռես, որովհետև համեստ ես։ Շնորհակալ եմ ընկերոջդ, ով եւս չեմպիոն է եւ մեր մոտ եղել է մեզ մոտեղել, ես հիշում եմ։ Բարի լույս բոլորին, շնորհակալություն, նախապես տպավորությունները շատ լավ էին, կազմակերպիչներից սկսած ընկեր Գևորգ Հովհաննիսյանից, ամբողջը անթրի կազմակերպել էր, մրցույթն լավ անցավ։ Քեզ մոտ 2 հատ մեդալ է կախված, այդ ինչ է, ավել է, ոնց որ 2 մեդալ ես նվաճել։ Մեկը բեսթը, բեսթը, որ երրորդից առաջի տեղ ես գրավում, մեկը տոտալը, որ 3 մոտեցումներ
մոտեցումները հաշվում են, գումարում իրար, որը մեծ ալնում, ամենամեծ միավորի համար է ստացել։ Այսինքն կրկնակի չեմպիոն ես, էլի։ Բա Քյավառ գնացել ես, ոնց են քեզ դիմավորել այնտեղ, խլաչ ես գնացել, դե ողջունի քո հայրենակիցներին։ Վայլս Քյավառ։ Ողջույն։ Քյավառ։ Եվ իհարկե Կարինե ջան։ Բայց ես շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար։ Շնորհակալ եմ իմ մարզիչին դաստեղ ընկերելու համար, սպորտի մեջ ընկերելու համար, իմ տպավորությունները շատ լավն են, ես շատ հավանեցի Կայրե քաղաքը։ Իսկ մրցույթը ոնց էր, լավ էր, հավանել ես, էլի կուզենաս հաջորդ տարի գնալ մասնակցել։ Այո։ Շատ ապրես, մենք էլ ենք քեզ շնորհավորում ու շատ ուրախ ենք, որ այսօր այստեղ ես։ Երևի թե խոսենք առաջիկա ծրագրերի ու պլանների մասին, ամփոփելով, հաղթանակած վերադարձը ինչ է հիմա կատարվում, նորից շարունակվում են մարզումները, ենթադրում եմ, եւ ինչ ծրագրեր կան էլ մասնակցելու հետագայում։ Դեռևս ասեմ, որ շարունակվում է, ինչպես պարոն Աբրահամյանը նշեց, մրցումները շարունակվում են մեծերի խումբնա։ Ես հիմա շեշտեմ այն մարդիկ, ովքեր գտնվում են այնտեղ եւ շարունակում են այդ կրտնաջան աշխատանքը։ Զուրաբյան Արամը հիմնական պատասխանատուներից մեկը, որը նաեւ առելի մեծ աշխատանք է կատարում, այս պահին նաեւ շարունակում է։ Որպես մարզիչ։ Որպես մարզիչ, այո։ Մենք ունենք հավաքականի մարզչական խորհուրդ եւ մարզչական խորհրդի կազմը ավելի ընդլայնված է եւ ընտրված մասնագետը, որը աշխատում է ամբողջ թիմի հետ ու սիրված է բոլորի կողմից, դա Արամ Զուրաբյանն է։ Մեծերի հետ հիմա գտնվում են այնտեղ Գևորգը, նաեւ որ երեխաների Դավիթի եւ Անյուտայի անձնական մարզիչն են, նույնպես հիմա գտնվում են այնտեղ եւ մեծերի հետ աշխատում են, որպեսզի առաջիկա 3 օրերին մենք ունենք հաջորդ մրցումները։ Ինչ ունենք անելիքներ, սովորաբար հենց մրցումներից հետո դադար տալու հնարավորություն չունենք, 1-2 շաբաթ հանգստանալուց հետո իրանք արդեն պետք է սկսեն պատրաստվել Եվրոպայի առաջնությանը։ Մյուս տարի մենք ունենք Եվրոպայի առաջնություն, որը կայանալու է մեր հարևան երկրում Վրաստանում եւ նրանք ուժերը կչափեն արդեն Եվրոպայում։ Պետք է արդյունքները շատ կարճ ժամանակահատվածում փորձեն պահպանել եւ բարելավել, որովհետեւ շատ արագ է զարգանում մյուս հանրապետություններում այս սպորտաձևը եւ խելահեղ արդյունքներ են գրանցում պատանիները եւ երիտասարդները անհավանական թվեր էին բարձրացնում, ծանրություններ էին բարձրացնում ու դրա մեջ նաեւ մեր հավաքականը շատ խիստ մրցակցության մեջ էր, քաշային կարգեր ունենք, մենք մեր հետ ենք մրցել։ Օրինակ Արտուրը Եվրոպայի ռեկորդ սահմանեց խորենի հետ, իրար հերթով մեկի ռեկորդը անցնում էր, այո։ Կարելի է ասել, որ Հայաստանի առաջնությունն էր աշխարհի առաջնությանը, Արտուրն ու խորենը մրցեցին իրար հետ։ Այսինքն հավասարը չի եղել այդքան երկրներից, իրենք երկուսն են։ Իրանք մոտորապես 15-20 կիլոգրամ առաջ էին 3-րդ տեղից։ Դա հզոր արդյունք է։ Ռաֆայելը, որ հիմա ստեղ չի եւ խորենը ստեղ չի, իրանք նույնպես մասնակցել են առաջնությանը 49 եւ 59 քաշային կարգերում պատանիներ եւ երիտասարդների, շատ գերազանց հանդես եկավ Ռաֆայելը, 3 Եվրոպայի ռեկորդ սահմանեց, ամեն մոտեցումը Իրանը Եվրոպայի ռեգիոնալ ռեկորդ էր եւ 2 աշխարհի ռեկորդ սահմանեց։ Մենք աշխարհի ռեկորդ չունենք, մինչ այդ ռեկորդներ ունենք, սահմանված Արտուրը եւ խորենը էլի սահմանել էին ռեկորդներ, բայց այս աշխարհի ռեկորդ մենք չունենք եւ Ռաֆայելը դարձավ Հայաստանի առաջին պարաատլետը, որը աշխարհի ռեկորդ սահմանեց։ Հրաշալի, պիտի խնդրեմ խոսափողը փոխանցեք պարոն Աբրահամյանին։
Ես միշտ եթերի ընթացքում փորձում եմ նաև բարձրացնել խնդիրները, որ ունենք ոլորտում, որովհետև նախորդ անգամ առհասարակ խնդիր ունեինք ֆինանսավորման եւ այս անգամ նշեցիք, որ արդեն 6 մարզիկի համար պետության կողմից աջակցություն է եղել։ Ուզում եմ հիմա էլ բարձրացնենք, այ նշեցիք տարբեր տեղերից հայթայթեցիք, բայց հաճելի կլինի, որ էլ այդ խնդիրը չստեղծվի ու առհասարակ տեսնեն, թե ինչ կարևոր գործ է կանում ու այդ ամեն ինչը ճիշտ ուղղությամբ աջակցվի հենց պետական մակարդակով։ Եկեք բարձրացնենք, ինչ խնդիր ունենք այսօր։ Ճիշտ ասած, վերջերս ես Սեուլում միջազգային պարալիմպիկ կոմիտեի գլխավոր նստաշրջանի ժողովի էի եւ այնտեղ հետաքրքրվեցինք մեր հարևան երկրների ֆինանսավորումների հետ, թե ինչպես են աջակցում, թե ինչ տարեկան ինչ գումարների հատկացումներ են արվում իրենց։ Եվ միջին հաշվով մեր հարևան երկրները 3 միլիոն դոլարի չափ ֆինանսավորում են ստանում պետությունից, օրինակ մեր հարևան Վրաստանը 3 միլիոն միայն պարալիմպիկ կոմիտեին են տրամադրում մարզիկների մասնակցությունը ապահովելու, մարզիկների թոշակներ վճարելու, մարզիչների աշխատավարձ վճարելու, գույքի ձեռքբերման եւ նաեւ մասնակցության համար։ Դա եթե վերածենք դրամի շուրջ 1 միլիարդ դրամ է անում։ Պատկերացնում եք ինչ ֆինանսավորում։ Մենք իմացանք նաեւ, որ մեր հարևան Ադրբեջանը կարծեմ 6 միլիոն դոլար է ֆինանսավորում տարեկան, հա։ Եվ վերադառնանք մեզ։ Եվ վերադառնանք մեզ, որ այս տարի 20 միլիոն տվեցին մեզ մոտ։ Մի քիչ ավելացրեցին ոչ մարդը։ Կոնկրետ ծանրամարտը, եթե վերցնենք 10,000 չի հաս 15,000-ի կարգի է դոլարի։ Իսկ ընդհանուր ֆինանսավորումը 21 + 3, արդեն 20։ Ես ընդհանուրն եմ ուզում 24 միլիոնի կարգի։ 24 միլիոն դրամ է հատկացվել եւ մենք այս գումարներով գնում ենք պայքարելու այդ մեծ ծավալով ֆինանսավորված երկրների հետ, որ անհավասար մրցակցություն կարելի ասել։ Այսինքն պետությունը չի կարևորում այս ոլորտը, շատ անհրաժեշտություն կա, որ կանոնակարգվի ամեն ինչ, պետությունը դրամաշնորհի ձևով մեզ տրամադրում է մասնակցության դրամաշնորհ, տարբեր մասնակցություններ կազմակերպելու համար դրամաշնորհ ու միայն այդքանը, որևէ այլ գործողություն չի պահպանման եւ այլ գործընթացի հետ որևէ գործողություն չի արվում, որը շատ սխալ է, որովհետեւ իրենք մեծ համարում են այս ոլորտի պատասխանատու եւ զարգացնող, իրենք ձեռքերը լվացել են մի տեսակ, որը սխալ է, որ աշխարհի ոչ մի երկրում այսպիսի բան չկա։ Այսինքն պետությունը պետք է կանոնակարգի ամեն ինչ, մարզադպրոցները շրջանային պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող մարզիկների համար, պետք է նպաստավոր պայմաններ ստեղծել, որպեսզի մարզում ապրող հաշմանդամություն ունեցող անձը, երիտասարդը, երեխան եւ գնա որևէ մարզաձևով մարզվի։ Առավել եւս որ մենք պատերազմ տեսած երկիր ենք եւ կան երիտասարդների մեծ բազմություն, հաշմանդամություն ձեռք բերած եւ այս հարցերը շատ կարեւոր են։ Կարծում եմ, որ ժամանակն է, որ պետությունը ուշադրություն հրավիրի այս հարցերին։ Վստահ ենք, որ ձեր իհարկե կողմից երկարատև մեծ աշխատանքի շնորհիվ կհասնեք ցանկալի արդյունքի եւ այո, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող իհարկե երեխաները եւ երիտասարդները կունենան համապատասխան վերաբերմունք, ինչպես տեսնում ենք նաեւ կա որոշակի կրթության ոլորտում եւս քիչ-քիչ էլի կամած-կամած այսպես մոտեցում տեսնում ենք դա եւս, ու վստահ ենք, որ կունենանք, բայց գիտեք ինչ եմ ուզում անդրադառնամ, տեսնում եմ, որ աղջկա մոտ նվաճված ոսկե գույն է, իսկ մյուսներինը տարբեր է, չէ՞ կարծես թե սա ինչ է նշանակում, կարելի է իմանալ, հա, իր մոտ եւս կրկնակի է։ Մեդալների մասին է խոսքը։ Գույները, եթե ոսկի, արծաթ եւ բրոնզ։ Տարբեր տարիքային։ Ոսկի, արծաթ եւ բրոնզ, հասկանալի։ Տարբեր տարիքային։ Այսինքն կրկնակի ոսկի է մեր աղջկա մոտ, հա, եւ մյուս աղջկա մոտ եւս։ Գևորգ կտոնը։ Ասեմ, դա ինչ է։ Ուրեմն ունենք երկու խումբ՝ երիտասարդներ եւ պատանիներ։ Շղթայի մասի հատվածը, թելի, դա գույներով տարբեր է եւ դրանով տարբերակվում է, թե ինքը որ տարիքային խմբում է մրցել։ Ունի նաեւ ենթատարբերակում,
2 մեդալ է տրվում, մեկը ուրեմն լավագույն բարձրացած քաշի համար է տրվում, այսինքն 3 մոտեցումներից ամենաբարձրը, որը որ եղել է, 1 մեդալ է տրվում է դրա համար, կոչվում է best lift, եւ մյուսը total lift է կոչվում, այսինքն 3 բարձրացած ու հաշված քաշերի հանրագումարով, եթե դու էլի մրցակիցներից միջև ամենաառավելագույնն ես հավաքում, դա նույնպես տրվում է։ Եվ խորհրդանշական կատուները եգիպտական նույնպես խորհրդանիշն է եղել այս առաջնության, Կայրեի աշխարհի առաջնության, որը տրվել է։ Իսկ 2021-26 թվականին ներողություն հաջորդ, այսինքն աշխարհի առաջնությունը որտեղ է տեղի ունենալու կա արդեն դրա մասին։ Ես ասեմ։ Համեցեք։ 26 թվականի աշխարհի պարածանրամարտի աշխարհի առաջնությունը Բահրեյնում է լինելու եւ նորից շատ բարձր մակարդակով կազմակերպվելու է եւ ավելի շատ մասնակից երկրներ են լինելու այնտեղ։ Այսինքն մենք հիմա դեպի Լոս Անջելես 2028 ճանապարհային քարտեզի միջոցառումները պետք է հերթով հաղթահարենք, այնտեղ կա աշխարհի առաջնություն, այս մեկը որ մասնակցեցինք, հաջորդ տարի Թբիլիսի Եվրոպայի առաջնությունը պարտադիր մասնակցություններ կան, որ մենք պետք է մեր մարզիկների մասնակցությունը ապահովենք, որպեսզի կարողանանք իրավունք ձեռք բերել մասնակցել Լոս Անջելեսի պարալիմպիկ խաղերին։ Մի բան էլ ավելացնեմ, որ մենք որպես Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե համակարգում ենք մոտ 7 մարզաձևեր եւ այդ բոլոր 7 մարզաձևերում ունենք հրաշալի մարզիկներ, հրաշալի երիտասարդներ եւ շատ տարօրինակ է, որ պետությունը չի տեսնում այդ երիտասարդներին, որոնք համապատասխան ֆինանսավորման պարագայում հրաշալի արդյունքներ կցուցաբերեն բոլոր այդ 7 մարզաձևերում։ Դա սայլականներով բասկետբոլն է, որ շատ լավ թիմ ունենք, թիմեր կարելի ասել։ Լողից մարզիկներ ունենք, պարա սեղանի թենիսից մարզիկներ ունենք, հոկեյից մարզիկներ ունենք, քյորլինգից, հոկեյի թիմ ունենք, որ տարածաշրջանում եզակի թիմ է, որ նստած են հոկեյ խաղում հատուկ սահանակներով եւ շատ քիչ հոկեյի թիմեր կան աշխարհում, մեզ հաջողվեց 18 թվականին ձևավորել այդ թիմը, ստեղծել թիմ, որի կահավորանքը շատ թանկ է։ Ես էլ դա եմ մտածում, որտեղ եք իրականացնում մարզումները հետաքրքիր է։ Բացի մարզումներից սկզբում հանդերձանք եւ գույք ունենալ, որ հետո մարզվես, այս ոլորտում համագործակցում ենք Երևանի քաղաքապետարանի հետ, որ իրենք Գեղասահքի դպրոցը որոշակի ժամերի սիրով տրամադրում են մեր թիմի մարզումներին։ Այս պահի դրությամբ թիմի մարզումները կանգնած են, բայց մեծ հույս ունենք, որ շուտով կշարունակվեն եւ ծրագրեր ունենք նաեւ համագործակցել Ռուսաստանի պարահոկեյի լիգայի հետ։ Շնորհակալություն ձեզ, իրականում շատ կարևոր է խոսել ոչ միայն հաղթանակների, այլ նաև այն խնդիրների մասին, որոնք դեռ լուծում չեն գտել, բայց ես լիահույս եմ, որ երբ եթերից դա ասվի շատ ու հաճախակի, ու ոչ միայն մեզ մոտ, այլ առհասարակ նաև տարբեր եթերներ ու հեռուստաալիքներ անդրադառնան թեմային, անդրադառնան այն նորություններին, որոնք կատարվում են, գուցե քարը տեղից շարժվի եւ լուծելի դառնան այն խնդիրները, որոնք դեռ հարցականների տակ են, որովհետեւ դուք անում եք ահռելի մեծ աշխատանք, ահռելի մեծ գործ, չունենալով այն հնարավորությունները, որ ինչպես նկատեցինք ունեն հարևան երկրները, եւ սա պետք է գնահատվի ու գնահատվի ճիշտ ըստ արժանվույն։ Երեխեք ապրեք շատ, որ այսօր եկաք մեր տաղավար, մեզ համար շատ հաճելի էր ձեզ հետ շփվել, շնորհավորել ու իմանալ, որ դուք կաք ու որ դուք այսքան ուժեղ եք, բարի բուն իմաստով շատ ուժեղ եք, էլի, շատ ապրեք, մենք ձեզ շատ սիրում ենք ու միշտ պատրաստ ենք մեր եթերը տրամադրել ու խոսել ձեր հաղթանակների մասին, ձեզ միմիայն հաջողություններ ենք մաղթում։ Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել ձեզ, մեր մարզիչներին իհարկե։ Իհարկե։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել ձեզ, մեր մարզիչներին, պարոն Սարգիս Ստեփանյանին, որովհետև մանկուց իմ երազանքն է եղել ծանրամարտով զբաղվել, մանկուց շատ սիրել եմ, բայց
քանի որ ունեի մանկական ուղեղային կաթված, ինձ թվում էր, թե այս երազանքը անկատար է մնալու, բայց երբ որ հանդիպեցի Սարգիսին Ստեփանյան, ինքը իմ մեջ ուժ տեսավ, հավատաց իմ ուժերին ու հնարավորություն տվեց, որ ես կարողանամ մարզվել, հաղթահարել դժվարությունները եւ մարզվել հերոսների կենտրոնում։ Ապրես։ Վիրավոր հերոսների կենտրոնում։ Ապրես։ Փոխանցիր ընկերոջդ։ Ես եմ շատ մանկուց սիրել ծանրամարտը, միշտ ուզել եմ զբաղվել ծանրամարտով եւ այդ հարցում ինձ օգնեց Հայաստանի Հաշմանդամային սպորտի ֆեդերացիան մարզվելով իրենց մոտ ես հասա իմ բոլոր նպատակներին ու դեռ շարունակել եմ հասնել։ Քեզ լիքը հաջողություններ։ Անկասկած։ Ընկեր Գևորգը նշեց ընկեր Արտակի եւ մյուս մարզիչների անունները, բայց ես իմ անունից ուզում եմ եւս շնորհակալություն հայտնել մեր մարզիչներին, ընկեր Գևորգին, պարոն Աբրահամյանին, որոնք որ մեր հետ շատ ահռելի աշխատանք են տարել, թե հոգեբանական եւ թե տեխնիկական մեծ աշխատանք է տարվել, որի արդյունքը այսօր տեսնում եք։ Շնորհակալություն եմ ուզում հայտնեմ նաեւ ընկեր Արտակին, ընկեր Խաչիկին եւ մեր շատ սիրելի լեգենդար Նազիկ Ավդելյանին, որը որ իմ համար դարձել է օրինակ, ես ուզում եմ նշեմ շատ կարևոր բան, որ ես փոքրուց ինձ պատկերացրել եմ երաժշտական ոլորտում ու ես չէի պատկերացնում, որ կարող է մի օր լինեմ այս ոլորտում ու այդ ամեն ինչի հեղինակը Նազիկ Ավդելյանն է, իրան ճանաչելուց հետո եմ ես այս ամեն ինչին հասել, որի համար որ ուզում եմ խորհրդակցություն հայտնել։ Նազիկ Ավդելյանին մեր սիրելի եւ շնորհակալություն իհարկե ձեզ ողջավորելու համար ապրեք եւ փոխանցիր։ Ես մանկուց սիրել եմ այս սպորտաձևը ու ես իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել իմ մարզիչին Արամ Զուրաբյանին ու իմ ծնողներին։ Ապրես ողջույններ նաեւ ծնողներին բոլորի։ Շնորհակալություն եմ հայտնում Գևորգ Հովհաննիսյանին, պարոն Աբրահամյանին, Ժորա Հովհաննիսյանին, Արտակ Ներսիսյանին, ճիշտ է, իրանք ծանր օրեր տարան միջև մեր սխալները ուղղեցին, բայց շնորհակալություն եմ հայտնում իրանց։ Նաև մի բան ավելացնեմ, ես այս տաղավարում եղել եմ մայիսի 14-ին ծննդյանս օրն էր հիշում եմ։ Մենք էլ ենք հիշում։ Այդ բանին ասել էի, որ աշխարհի խաղերին մասնակցելու եմ ու տեղ գրավելու եմ եւ դու քո խոստումը պահեցիր, շատ ապրես։ Շատ ապրես։ Ես շատ շնորհակալ եմ մարզիչներին, ընկեր Հարութին եւ ընկեր Մենք էլ շատ շնորհակալ ենք, որ այսօր եկաք ու մեր տաղավարը լցվեց հաղթանակներով, լցվեց հույսով, հավատով, լցվեց սիրով ու ես վստահ եմ, որ էլի խոստանալու եք ու էլի մենք դեռ հյուրընկալելու ենք ձեզ նոր հաղթանակներով։ Հիշեցնեմ, որ մեր հաղորդման հյուրերն էին Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը, Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի փոխնախագահ երիտասարդների եւ պատանիների հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Հովհաննիսյանը եւ իհարկե մեր հաղթանակած մարզիկները անչափ շնորհակալ ենք, որ եկաք մեզ հյուր, մենք եւ մեր ալիքը 21 TV-ին միշտ պատրաստ է լուսաբանել նման կարևոր ու լավ նորություններ։ Ես ասում եմ ոչ թե հաջողություն, այլ մինչ տեսություն։ Մինչ հաջորդ հաղթանակներ կհանդիպենք։ Ձեզ շնորհակալություն ձեր կատարած անմնացորդ եւ անշահախնդիր աշխատանքի համար։ Իսկ այս հաղթանակների համար ես վստահ եմ, որ այս պահին հեռուստադիտողը դիտում է մեզ ու բոլորը հիմա ձեզ ասում են շնորհակալություն, որ մեր երկրի պատիվը բարձր եք պահել ու ձեզ լիքը հաղթանակներ։ Այսօրվա եթերն այսպիսին էր։ Լավ մնացեք։ Մնացեք բարև։